Բարև ձեզ, իմ զրուցակիցն այսօր փաստաբան Լուսինե Սահակյանն է, զրուցելու ենք Սասնա Ծռեր խմբի դատավարության գործընթացի աղմկահարույց դեպքերի մասին։ Ողջույն Լուսինե, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Լուսինե, Սասնա Ծռեր խմբի մասին կարելի է ասել հանրությունը գրեթե մոռացել էր, մինչև որ վերսկսեցին կամ սկսեցին դատավարությունները եւ դատավորների, կարգադրիչների եւ առհասարակ փաստաբանների եւ նրանց համատեղ աշխատանքի արդյունքում այն դարձավ հանրության ուշադրության ամենահետաքրքիր հատվածը, ուշադրությունը հանրության կենտրոնացավ այդ փաստերի վրա եւ Facebook-յան գրառումներից մեկը տպավորվել է ինձ մոտ, որտեղ ասվում էր, որ այս պահին Հայաստանում կարծես թե ոչնչացվում է արդարադատությունը հենց այդ դատավարական գործընթացներով։ Ընդհանուր առմամբ փորձենք բնութագրել, ինչու են Սասնա Ծռեր խմբի դատավարությունները նման անհեթեթ աղմուկներով ուղղորդվում։ Ճիշտն ասած, մեր համար շատ տարօրինակ էր, որ Սասնա Ծռերի դատավարությունը սկսվեց նրանով, որ փաստորեն համատարած փորձ արեցին խուզարկել փաստաբաններին եւ հասկանալի էր, որ այն փաստաբանները, որոնք իրենց իրավունքները առնվազն գոնե պաշտպանել գիտեն, չմտան դատական նիստերի դահլիճ եւ արդեն իսկ լուրջ խնդիրներ առաջացան։ Մեր համար դա շատ տարօրինակ էր, որովհետև ես իմ 21 տարվա փորձի ընթացքում նման բան չէի տեսել, որ փաստաբանին փորձ են անում խուզարկել։ Իհարկե, պատճառաբանում էին դա նրանով, որ իրենք իբրև թե զննություն են կատարում, բայց դա փաստացի խուզարկություն էր եւ բոլորը փաստորեն ականատես եղել են, թե ինչ է կատարվում։ Շարունակվեց դա նրանով, որ փաստորեն անձանց կիրառելով սանկցիա որոշ ամբաստանյալների նաև դատային դահլիճից հեռացրեցին, որոշներին դա արդեն հաջորդիվ էր, երբ որ իրական խոշտանգում տեղի ունեցավ ամբաստանյալների նկատմամբ եւ փաստորեն դա կատարվեց նույնիսկ դատարանի դահլիճում, որովհետեւ անմիջապես դուրս տանելուց արդեն իսկ երևում էր, որ հարվածում են նրանց եւ արդեն հետո դատարանի շենքի մյուս հատվածում արդեն նաև բռնություն գործադրվեց նրանց նկատմամբ։ Մեկ ավելի շատ խայտառակ երևույթ էլ եղավ, երբ որ փաստորեն ամբաստանյալի եւ իր պաշտպանի գրագրությունը որ խլեցին իրենց ձեռից, դեռ հրապարակային նաև այդ փաստաթուղթը հրապարակեցին եւ սա արդեն մյուս խայտառակություններ ու փաստաբանական գաղտնիք հրապարակվեց։ Իհարկե նրանք փորձեցին դա պատճառաբանել նրանով, իբրև թե դա փաստաբանական գաղտնիք չէ, չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ տրամաբանությամբ են նրանք դա համարում ոչ փաստաբանական գաղտնիք։ Եվ ով պետք է որոշի այն սահմանը, թե ինչպես պետք է հարաբերվեն փաստաբանը եւ իր վստահորդը իրար հետ եւ ինչ պետք է իրենք պայմանավորվեն մարտավարության առումով դատավարության։ Նրանք իրավունք չունեին ընդհանրապես այդ փաստաթղթին ծանոթանալ, դեռ հետո էլ դատողություններ անել, թե այդ փաստաթուղթը արդյոք փաստաբանական գաղտնիք էր, թե ոչ։ Բացի դրանից, առանց փաստաբանների դատավարություն է ընթանում։ Պաշտպաններ կան, որոնք դատական նիստի դահլիճում չեն գտնվում, եւ դատավորը շարունակում է դատական նիստը եւ պատճառաբանում է դա նրանով, որ դեռևս իբրև չեն հասել այն փուլին, երբ որ պետք է փաստաբաններ ներգրավվեն ըստ իրեն, եւ որից հետո միայն այդ փաստաբանները կունենան պաշտպանի կարգավիճակ եւ արդեն նրանց ներկայության հարցը կլինի։ Հենց դա է ուզում հարցնել, ինչու մինչ այս պահը ձեզ չեն տվել պաշտպանի կարգավիճակ եւ ձեզ չեն ներգրավել այդ գործում որպես փաստաբան, ինչ խնդիրներ են առաջացնում եւ ինչով են դա պայմանավորում։ Մենք պաշտպան ներգրավված ենք դեռևս նախաքննությունից եւ իմ տեղեկություններով չկա այնպիսի պաշտպան, որը դեռ նոր պետք է ներգրավվի։ Եթե նույնիսկ կան որոշակի բացառություններ, սա այլ խնդիր է։ Բայց այն պաշտպանները, ովքեր նախաքննության ընթացքից արդեն իսկ ներգրավված են, եւ նույնիսկ այն պաշտպանները, որ առաջին նիստին կգային, կներկայանային եւ անձը իր համաձայնությունը կտար, անկախ նրանից թե հասնում էին այդ փուլին, թե չէին հասնում, այդ պահից սկսած անձը հանդիսանում է պաշտպան, որովհետեւ դատավարական որոշակի գործողություններ, որոշակի փուլ ենք անցնում մենք, օրինակ մեզ առաջարկվում է ինքնաբացարկի միջնորդություն ունենք կամ չունենք, ինչ կարգավիճակով ենք մենք այդ միջնորդությունը ասենք ներկայացնում կամ ոչ։ Ինչու է մեր կարծիքը դատավորի մեկնաբանությունները ինչով պայմանավորված։ Դատավորը հակասական մեկնաբանություններ է տալիս։ Մի դեպքում ասում է դուք պաշտպան չեք, մեկ այլ դեպքում այդ պաշտպաններին չներկայանալու կամ դահլիճը լքելու համար սանկցիա է կիրառում։
Այսինքն, եթե պաշտպան չենք, ինչ իրավունք ունես սանկցիա կիրառելու։ Եթե պաշտպան ենք, բարի եղի ապահովել մեր ներկայությունը։ Բացի դրանից, պաշտպանական իրավունքը խախտվում է արդեն անձանց։ Անձ կա, ով առանց պաշտպանի է ընդհանրապես դատավարության ընթացքում, որովհետև ունի ընդամենը մեկ պաշտպան եւ պաշտպանը ներկա չէ դատավարությանը։ Ինչով է պատճառաբանում դատավորը, ասում է, դե եկել ենք 17 հոգով, պիտի եկենք հարմարվենք մի հոգու, 17 հոգին գան տուն գնան, որովհետև մի հոգուն հարմար չի։ Սա ընդհանրապես տրամաբանությունից դուրս է։ Այսինքն պաշտպանական իրավունքը ոչինչ խախտենք, որովհետև հարմար չի, որ եկել ենք ու տուն պետք է գնանք, սա ընդհանրապես քրեական դատավարությունից չի բխում։ Եվ ընդհանրապես այս դատավարությունը ճիշտն ասած մեղմ ասած տարօրինակ է, որովհետև դա պատկերացնում էինք խախտումներ, բայց որ այս կարգի խախտումներ կարող են լինել, որտեղ հարցեր են բարձրացում, հայտարարություններ հնչեցնելու հնարավորություն չեն տալիս փաստաբաններին, միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն չեն տալիս պաշտպաններին։ Մի դեպքում ասում են պաշտպան չեք ներգրաված դրա համար, մի դեպքում ասում են, որովհետև այդ փուլը չի հասել դրա համար։ Դատարանի դահլիճում, ընդհանրապես դատարանում Օսիպյանը ինքը իր լիազորություններն է իրականացնում, երբ որ այս գործով ինքը որոշակի կարգավիճակ ունեցող անձ է։ Խոշտանգում է տեղի ունենում ամբաստանյալների նկատմամբ եւ անձը, ով խոշտանգող է եւ կա քրեական գործ, որտեղ տուժող են անձինք ճանաչված, եւ քննվում է այդ քրեական գործը, օրինակ նույն Ղազարյանը, Արմեն Ղազարյան, եթե ես չեմ սխալվում, այսօր լիազորություն է իրականացնում նույն դատարանում եւ ուղեկցում է փաստորեն ամբաստանյալներին, այն անձանց, որոնց նկատմամբ ինքը խոշտանգում է կատարել եւ բնականաբար փաստաբանները հարց են բարձրացնում, ինչ իրավունքով եք դուք նորից գալիս եւ ինչու պետք է մենք մտավախություն չունենանք, որ այդ խոշտանգումը եւս մեկ անգամ կկրկնվի։ Եվ դատավորը ոչինչ չի ձեռնարկում այս առումով։ Իհարկե ասեմ, որ որոշակի փոփոխություն նկատվում է, առնվազն գոնե փաստաբանների այդ խուզարկություն հասկացողությունը կարծես թե կամաց վերանում է։ Իհարկե պահիտակ կարող են ինչ-որ նշմարվել նման նշույլներ, չեմ կարող ասել համենայն դեպս այս պահի դրությամբ ես իմ առումով կարող եմ ասել, որ խուզարկության պահանջ ինձ չի ներկայացվել եւ փաստորեն ես կարողացել եմ մտնել դատական նիստերի դահլիճ, այսինքն որոշ փոփոխություններ կան, դատավորը այդ աշճանի ագրեսիվ չէ, ինչպես ասենք առաջին նիստերի ընթացքում էր, համենայն դեպս գոնե հնարավոր է ինչ-որ մի բան ասել, բայց որ քրեական դատավարության օրենսգրքի խախտումները համատարած շարունակվում են, սա փաստ է եւ այսօր էլ այդ խախտումները դատավորը շարունակել է, որը նաև մեզ հիմք է տվել, որպեսզի իրեն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնենք։ Եվ փաստորեն մենք էլ ենք խախտում քրեական դատավարության օրենսգիրքը ստիպված, որովհետև մենք գիտակցելով, որ պաշտպանական իրավունքը խախտվում է անձի, որ պաշտպանը չկա եւ դատավարությունը իրավունք չունի շարունակելու, պահանջ ենք ներկայացնում, ինքը շարունակում է։ Ստիպված մենք էլ իր հետ շարունակում ենք այդ դատավարությունը եւ միջնորդություն ենք ներկայացնում, չնայած գիտակցում ենք, որ մեր գործընկերը չկա եւ իրավունք չունենք դատավարություն շարունակելու։ Այսինքն այս խախտումները մեկը մեկից բխելով անընդհատ շարունակվում են։ Լուսնե խախտումները քրեադատավարական իրավունքի, որը նշեցիք եւ ընդհանրապես բոլոր այդ խախտումները, որոնք թույլ են տրվում դատավորի կողմից, դատավորի չիմացության հետևանք է թե քաղաքական պատվերի, որովհետեւ ի վերջո քաղաքական հնչեղություն ունեցող տարբեր դատեր, նիստեր եղել են Հայաստանում, բայց ոչ մեկ այս ծավալի խախտումներ կարծես թե չի գրանցել։ Ես մի բան ասեմ, այս դատավորի հետ ես աշխատել եմ եւ կարծում եմ, որ այնպես չի, որ այս դատավորը չի տիրապետում քրեական դատավարության նորմերին։ Ասեմ, որ եթե նույնիսկ լիներ այդպիսի դատավոր եւ դա ձեռնատու չլիներ իշխանություններին, նա միանշանակ չշարունակի այստեղ դատավարությունը իրականացնել։ Մի բան ակնհայտ է, որ նա կաշկանդված է եւ դա է պատճառը, որ իմ ինքնաբացարկի միջնորդության մեջ ես այսօր ասել եմ, որ կամ երկու պատճառ կարող է լինել։ Մեկը, որ դուք չեք տիրապետում քրեական դատավարության օրենսգրքի նորմերին եւ այդ դեպքում իրոք չեք կարող քննել, եւ երկրորդը տիրապետելով հանդերձ, քանի որ դուք անկախ եւ անկողմնակալ չեք, ստիպված եք կատարում այդ խախտումը, ինչը եւս բացառման հիմք է։ Ես իհարկե երկրորդի կողմնակիցն եմ, որովհետեւ ակնհայտ է, որ կաշկանդված է դատավորը եւ ակնհայտ է, որ ի սկզբանե կար այնպիսի մտադրություն, որպեսզի անձինք
հեռացվեին դատահանի դահլիճից, փաստաբանները բնականաբար այլևս չէին կարող ներկա գտնվել այդ դատավարությանը, որովհետև մեր պաշտպանյալները ուղղակի արգելել են մեզ ներկա գտնվել իրենց բացակայությամբ, բացի դրանից, եթե նույնիսկ իրենք էլ ոչինչ չասեն, մենք այդտեղ շարունակելով մնալ այդ դատավարությանը, ուղղակի օրինականացնում էինք անօրինականը։ Ուստի եւ այս ամենը հանգեցնելու էր նրան, որ դատավարությունները ընթանալու էին առանց ամբաստանյալների եւ պաշտպանների։ Մի քիչ մարտավարության փոփոխությունը զգացվում է, այս առնվազն գոնե այսօրվա նիստին դա ակնհայտ երևում էր եւ ես հույսով եմ, որ այդ փոփոխությունները գոնե դրական կհանգեցնեն նրան, որ մենք կկարողանանք գոնե մի քիչ մոտենալ քրեական դատավարության օրենսդրությանը, գոնե մի քիչ ձևականորեն իմիտացիա գոնե լինի, որ դատավարություն է ընթանում, որպեսզի մենք գոնե կարողանանք բարձրաձայնենք այն խախտումները, որոնք առկա են մեր պաշտպանյալների իմաստով։ Երբ առաջի երկու նիստերի ընթացքում նման խախտումներ գրանցվեցին, հանրությունը սկսեց խոսել այն մասին, որ այս ամենը արվում է կարծես թե նիստերը փակ գաղտնի անցկացնելու համար։ Նման միտում կա դեռ այս պահին, թե առաջին նիստերին դա ակնհայտ էր։ Բայց այսօրվա նիստին ես դա չնկատեցի, ճիշտն ասած, մի քիչ փոփոխություն երևում էր եւ փաստորեն ինչպես փաստաբաններին ներս թողելու եւ նորմալ ըստ էության թույլ տալու, որպեսզի եւ ամբաստանյալները գտնվեն այնտեղ եւ պաշտպանները, չնայած առնվազն երկու ամբաստանյալի մասով դեռևս խնդիրը առկա էր։ Չնայած դատավորը ըստ էության հասկացնում էր, որ նա կքննարկի նրանց դատարան ներկայանալու եւ մասնակցելու հարցը, բայց չգիտես ինչու նա պատճառաբանում էր, որ մինչեւ չքննարկվի իր ինքնաբացարկի միջնորդությունը նա չի կարող առաջ անցնել։ Այստեղ էլ ակնհայտ երևում է, որ նա կարծես քայլեր ունի իր համար նշանակված եւ այս քայլերից չի կարողանում շեղվել։ Եվ նաև դրանով է պայմանավորված կարծում եմ այն ընդմիջումները, որ անընդհատ դատական նիստի ընթացքում լինում են, 1 ժամ ընդմիջում եւ հենց դա էի ուզում ասել, սա այն դատավարություններից է կամ միակ դատավարություններից է, որ մեկ նիստի ընթացքում կարծես 7-8 անգամ ընդմիջվում է։ Ինչով է դա պայմանավորված։ Երկրորդը բնական էր, որովհետեւ դատավորը պետք է խորհրդակցական սենյակում քննարկեր իր ինքնաբացարկի հարցը։ Չնայած շատ տարօրինակ է, որ անձը քննարկում է իր ինքնաբացարկի հարցը, բայց ամենայն դեպս։ Բայց մինչև դա ընդմիջումը, երբ որ 1 ժամ ընդմիջում հայտարարվեց ու ոչ մի տրամաբանություն չկար այդ ամենում։ Կարող է իհարկե ենթադրությունների տեղիք տալ, որ դատավորը չի կողմնորոշում ինչ անել, որովհետև պաշտպանական կողմից ցանկացած մի փոքր շեղումը այն պլանից, որը դրված է իր առջև, իր մոտ առաջացնում է կարծես թե այնպիսի իրավիճակ, որ նա ստիպված է լինում ընդմիջում հայտարարել, որպեսզի կարողանա կողմնորոշվել, թե ինչպես շարունակել դատավարությունը։ Լուսնե, տեսեք, դուք իրավունքի պաշտպաններ եք, բայց այս դատական գործում կարծես թե դուք էլ ձեր իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը զգում եք, որ ինստիտուտը պիտի զբաղվի ձեր իրավունքների պաշտպանությամբ եւ կա արդյոք մի ատյամ, որտեղ դուք կարող եք բողոքարկել եւ որը կարող է ստիպել դատարանին հարգալից վերաբերվել ձեր իրավունքների եւ առհասարակ իրավունքի նկատմամբ հարգալից լինել։ Դա իհարկե պետք է լիներ փաստաբանների պալատը, որը համենայն դեպս մինչ այս վերջին տարիները այդպես էլ կար, որովհետև մի շարք քաղաքական դատավարություններ են եղել եւ 95 թվականից սկսած ես այդ քաղաքական դատավարությունների մեջ եմ եւ երբևէ չեմ տեսել այսպիսի իրավիճակ, միշտ էլ փաստաբանների նկատմամբ ճնշման փորձեր եղել են, բայց դրանք անմիջապես կանխվել են համենայն դեպս մինչ Արազ Զոհրաբյանի պաշտոնավարումը անմիջապես կանխվել են նախկին նախագահի կողմից եւ անկախ նրանից թե նա քաղաքական ինչպիսի կողմնորոշում ուներ եւ որ կողմին ընդունում կամ չէր ընդունում, միևնույն է երբեք թույլ չէր տա, որպեսզի փաստաբանի իրավունքը խախտվեն։ Եվ եղել են նաեւ դեպքեր, երբ որ նույն դատահանի դահլիճը լքելու համար նույնիսկ փորձ է արվել քրեական պատասխանատվության ենթարկել փաստաբաններին եւ այլն, բայց դա շատ կարճ է տևել եւ շատ կարճ ժամանակ անց ուղղակի իշխանությունները հասկացել են, որ փաստաբանների հետ պետք չի գործ ունենալ, որովհետև կա մի լուրջ կառույց, որը հետևողականորեն պաշտպանելու է իր անդամի իրավունքները։ Այսօր ճիշտ հակառակն է։ Այսօր պալատը օգտագործվում է, որպեսզի ճնշեն փաստաբաններին եւ դա ցավոք տեսանելի է եւ մի շարք գործերով տեսանելի է, երբ որ ակնհայտ պատվեր է կատարվում փաստաբանների դեմ։ Եվ Լուսնե, վերջին հարցը, այս դատավարության այս ընթացքը, թե փաստաբանների իրավունքների խախտման, թե
ամբաստանյալների իրավունքների խախտման եւ թե քրեադատավարական իրավունքի խախտման ինչի կարող է հանգեցնել Հայաստանում, երբ առանց այդ էլ արդարադատության նկատմամբ հանրության վստահությունը չափից ավել ցածր է։ Իհարկե սա խայտարակություն է, որովհետև մենք բոլորս կարծես թե մեր տեղում փորձ էինք անում, որպեսզի այո, առանց այն էլ լուրջ խնդիրներ ունեցող երկիրը մի փոքր մոտենա իրավական երկրի այդ սահմանադրությամբ հայտարարված իրավական երկրի մի փոքր, բայց այն որ դատարանները Հայաստանի Հանրապետությունում լուրջ խնդիրներ ունեն եւ ըստ էության չէին ծառայում այն նպատակին, որի համար ստեղծված էին, այսինքն արդարադատության իրականացմանը։ Վերջին տարիներին իհարկե դրական որոշակի շարժեր կային, համենայն դեպս մենք որոշ փաստաբաններ հայտարարեցին այդ մասին, որ վերաքննիչ դատարանում որոշ փոփոխություններ շատ գովելի են եւ նաեւ որոշ դատավորների նշանակումներն էին շատ գովելի, բայց այն ինչ որ կատարվեց այս դատավարության ընթացքում ստվերեց այդ ամենը։ Ստվերեց այդ ամենը, որովհետև ակնհայտ երևաց, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկացած քաղաքական դատավարության ընթացքում ուղղակի այն աշճանի է այդ իջեցնում այդ արդարադատության, այսպես ասած, պատկերացումները եւ նշաձողը, որ ուղղակի եւ դա նշանակում է, որ չկա որպես այդպիսին դատարանը, որ ինչ որ դատավարության կարող է այլ կերպ լինի, մեկ այլ դատավարության այլ կերպ, դատարանը կամ կա կամ չկա։ Եվ անկախ նայած թե դա քաղաքական դատավարությունն է թե ոչ, դատավորը եւ դատարանը պետք է ծառայի այն շահին, որի համար ինքը ընդհանրապես լիազորված է եւ պետք է արդարադատություն իրականացվի։ Համենայն դեպս ասնածռերի գործով ակնհայտ է, որ այդ արդարադատություն իրականացումը մենք չենք էլ ակնկալում, ճիշտ ասած ի սկզբանե չէինք ակնկալում, բայց որ այս աշճանի խայտարակություն կարող է լինի, գոնե ձևականորեն իրավունքները մարդկանց պաշտպանվեն, գոնե պաշտպանը կողքը նստած լիներ, գոնե անձը այդտեղ լիներ, բայց այդ ձևականությունն էլ փաստորեն այստեղ չկա եւ կարծես ակնհայտ ցույց է տրվում, որ եթե դուք մեր դեմ եք, ապա այս մեթոդներով էլ մենք ձեր դեմ կպայքարենք, այսինքն նաև ակնհայտ ապօրինի ձևերով։ Գոնե այդ ձև տալը, որ ինչ որ ձևով օրինական դատավարություն, դա էլ չեմ ցանկանում անել։ Շատ լավ, շնորհակալ եմ Լուսինե եւ համբերություն ձեզ։ Երկար, ինձ թվում է շատ երկար դեռ դատավարական գործընթացը շարունակվելու է այս տեմպով։ Շնորհակալություն նաեւ ձեզ, շարունակեք հետեւել Civilnet-ին։